Փաշինյանը հայտարարել է, թե օլիգարխիական բարեգործություն ու թալան է ձեր ուժի կողմից աջակցություն այն համայնքներում, որտեղ ուժեղ Հայաստանը հաղթել է եւ հայտարարել է, որ հասցնելու է այն վիճակին, որ ձեզ զրկի բարեգործություն անելու հնարավորությունից։ Ինչպես կմեկնաբանեք Փաշինյանի այս հայտարարությունը։ Հաշվի առնելով Ծառուկյանի հետ այս ընթացքում ինչ է կատարվում։ Ահա։ Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր, այսինքն մի $1000 բիզնես ուներ ու սեղաների տակով սենց վազվզում էր, այս կողմեն կողմ իրեն հովանավորներ էր ման գալիս, արել եմ, անում եմ և անելու եմ, որտև ես դա անում եմ Հայաստանի համար, հայ ժողովրդի համար և ամբողջ հայության համար և ոչ ոք չի կարող ինձ զրկել այդ ցանկություններից։ Պարոն Կարապետյան, բայց չեք համարում, որ դա սպառնալիք է եւ գուցե ձեր մյուս բիզնեսներն էլ, ինչպես օրինակ Գագիկ Ծառուկյանի բիզնեսները, հերթով հանձնում են պետությանը եւ իրենց կողմից կառավարիչներ, ղեկավարներ նշանակում։ Դե թող մի քիչ կառավարեն, մարդիկ չտես, գյորմամի ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարեն, իրենց կյանքում հիմա տալիս ենք, թող կառավարեն։ Տեսնենք, ինչ եք թողեմ, քարին եսա չեն թողի, իրենք հնարություն ունեին, նորից եմ ասում, Հրազդանի ցեմենտը արդեն քանի տարի իրեն ձեռքում է, թող կառավարեն, տեսակ տեսնեք, ինչ կանեն այդ նույն ցեմենտի գործարանի հետ, կոնյակի գործարանի հետ։ Դա միջազգային ներդրողների համար սպառնալիք չի և մտահոգություն չի տեսնում ես։ Իրենց օրոք Հայաստանում գոյություն չի ունեցել միջազգային ներդրող։ Դա ընդամենը ինչ-որ հայտարարություններ են անում, նախընտրական հայտարարություններ են, դուք լրագրողները կարող եք ուսումնասիրել 24 թվականին, 25 թվականին, 26 թվականի արդեն 6 ամիս անցավ, քանի հատ միջազգային ներդրող է եղել և ինչքան գումար են ներդրել։ Պարոն Կարապետյան, ձեր ուժը հայտարարում է, որ բազմաթիվ աջակցության ծրագրեր պետք է իրականացվեն այն վայրերում, որտեղ ձեր թիմը ամենաշատ քվեներն է ստացել։ Ուզում եմ հասկանալ, սա ինչ է նշանակում։ Արդյոք Հայաստանը սահմանափակում է ձեր ուժի համար այն վայրերում, որտեղ որ դուք ամենաշատ ձայներն եք հավաքել։ Ոչ, մենք ասել ենք, մենք սկսում ենք այդ վայրերից եւ դա լինելու է շարունակական։ Բայց մենք առաջին հերթին անում ենք այն վայրերում, որտեղ մարդիկ մեզ վստահել են եւ տվել են իրենց քվեն։ Պարոն Կարապետյան, մի քանի հարց ունեմ, թույլ տվեք։ Ազգային ժողով արդեն ելույթ դուք որտեղ տվեցիք ձեր հարցը։ Ես հարց չեմ տվել դեռ։ Արդեն մեկնարկել են, ստաշրջան սկսվել է։ Հասցրել եք տպավորություններով կիսվել թիմում, քննարկել եւ մի հարցել ամենաթեժ քննարկումներից մեկը Հայփոստին է վերաբերում, երբ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ պետականացումից հետո 0 դրամ դիվիդենդ է պետությանը վճարել եւ վնասով է աշխատել։ Ինչու է այս process-ը շարունակվում։ Սպասելիքներից։ Ես չեմ ուզում անդրադառնամ Հայփոստին, եթե ավելի հետաքրքիր հարցեր կլինեն, պատասխանեմ, որտեղ դա Պարոն Կարապետյան, մարդու կինը աշխատում է Հայփոստում, ինչ բնութագրեմ կինը լավ է աշխատում թե վատ։ Պարոն Կարապետյան, մոտ 2 ամիս առաջ դուք հայտարարեցիք Եթե ինքը աշխատեր, անպայման կբնութագրեի։ Պարոն Կարապետյանի, մոտ 2 ամիս առաջ դուք ընտրություններից հետո հայտարարեցիք կոնսոլիդացիա սկսելու մասին, քաղաքական ուժերի հետ համախմբվելու գործընթաց նախաձեռնելու մասին, նաև առաջարկում եք, որ կամերաների առաջ բաց նստեք, քննարկեք, խոսեք, հիմա դուք ունեք այդ հնարավորությունը, խնդրում եմ ասեք, ձեր այդ գործընթացը ինչ փուլում է, արդյոք մեկ հանդիպում եղել է եւ ինչ էր, խնդրում եմ կմանրամասնեք, որ ուժերի հետ եք հանդիպել։ Չեմ կարող մանրամասնել, որ ուժերի հետ եւ համարյա ամեն շաբաթ, գլխավոր ուժերի հետ եղել են Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան։ Գլխավոր ուժերի հետ չեմ ուզում կոնկրետացնեմ։ Առաջին դեմքերի հետ եք հանդիպել։ Լավ, պատմեք ինչ է եղել։ Առաջին դեմքերից մարդիկ հիմա կալանավայրերում են, դրա համար հանդիպում ենք այն մարդկանց հետ, ովքեր դեռ կալանավորված չեն։ Ինչ եք քննարկել, պատմեք։ Ինչքան, եթե հնարավոր է, էլի, որքան հնարավոր է, ինչից եք խոսել, ինչ վերանեկարգում։ Քննարկում ենք մեր պայքարի ճանապարհը։ Եվ որոնք են ճանապարհները, կարծես թե փակուղի մտավ հարցը, երբ ընդդիմադիրները մանդատները վերցրին, գնացին խորհրդարան, բնականon Բայց ընդդիմադիրները մանդատները վերցրեցին, գնացին խորհրդարան, որպեսզի պայքարի մաս կազմեն։
ներսում մենք մեր ձևով պայքարելու ենք։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի հետ արդեն հանդիպել եք, խոսել Ռոբերտ եք։ Քոչարյանի հետ չեմ խոսել։ Լավ, ձեր կարծիքով Չեմ հանդիպել։ հասկանալի է։ Եվ կասեք օրինակ թեժաշնան եք սպասում, ինչ եք անում։ Ի վերջո մի քիչ տեսեք, դուք եք օրինակ ակտիվանալու, ինչ եք անելու։ Աշուն, գարունով սահմանափակենք։ Երբ կգա օրը, ես ասել եմ, մենք ասենք մեր լուրջ խոսքը։ Ես հասկանում եմ, որ դուք բոլորդ հոգնել եք, զզվել եք այս իշխանություններից, ուզում եք մեկ օր շուտ ճանապարհենք իրենց, մենք էլ ենք արդեն հոգնել ու զզվել, բայց մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով։ Դրա համար մենք չենք տանելու մեր երկիրը ցնցումների։ Պարոն Կարապետյան, օրինակ դուք մինչև էտել ասում եք ապագա վարչապետ։ Ձեզ գաղտնիք ասեմ։ Պարոն Կարապետյան, դուք մինչև էտել ասում էիք հաջորդ վարչապետն եք լինելու, չգիտեմ, գուցե դա նախընտրական տրյուգ էր, գուցե դուք էլ համոզված չէիք, ուղղակի ասում էիք։ Հիմա էլ ասում եք, որ մի անգամ կլինի, վերջնական կլինի։ Այսպես մի քիչ կասկածի տեղիք է տալիս, որ դուք ճիշտ հաշվարկներով եք ասում։ Մենք ամեն ինչ, ես ձեզ ասել եմ, ամեն ինչ։ Նկատի ունեք այն Դուք նույնիսկ չեք պատկերացնում, չէ, ամեն ինչ։ Ինչը որ օրինական ճանապարհով կարող է հեռացնել այս իշխանությանը, մենք ամեն ինչ անում ենք, բայց ես ձեզ արդեն մի անգամ բացատրել եմ։ Սա մարդ չի, սա մեխանիզմ է։ Ում նկատի ունեք։ Մեր դեմ այս իշխանությանը։ Մենք պետք է քանդենք այս մեխանիզմը, որպեսզի վերջնական հաղթանակ տանենք։ Իսկ մեխանիզմը շատ դժվար է քանդել, որովհետև այդ մեխանիզմը ստեղծել են շատ լուրջ պետություններ։ Որ պետությունները, ինչ Շատ նկատի լուրջ ունեք։ պետություններ։ Դե ոչ բարեկամ պետություններ։ Դրա համար քանդելը համ դժվար է, համ ժամանակ է Ինչ նկատի պահանջում։ ունեք, ով է ստեղծել։ Մարդիկ դուրս Ստեղծել եկան են, որ փողոց, մեր- եղավ հեղափոխություն։ Դուք ինչ Ստեղծել են, կասկածներ որ ունեք, մեր- ով է ստեղծել։ Երկիրը տանեն կործանման։ Դուք ում եք, դուք Ադրբեջանին եք ակնարկում, ինչ եք Դե անում։ ինձ մա դուք կհասկանաք։ Չէ, պարոն Կարապետյան, մի քիչ բաց Ոչ ասեք, միայն հա։ Ադրբեջանին, ոչ միայն։ Թուրքիան Լավ, դուք եք տանեն նրան, որ եւ դուք վերջնական պայքարի դուրս գաք, ձեր կողքին շատ քիչ ֆորմատիկ կան։ Երևի նկատի ունի իշխանության, օրինակ ընդդիմության մարշվելու գործընթաց Եթե լինի։ այդպես լինի, ուրեմն դուք եք դժվելու, հայ ժողովուրդն է Դուք չեք դժվելու։ Դուք տուժվելու։ պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ։ Ում Որովհետև, նկատի ունեք։ հա? Դուք Ով պիտի բոլորը, երազի։ բոլորը, հայ ժողովուրդը, Բայց ինչու պիտի երազեն, որ դուք մնաք որ սրանց պայքարի մեջ։ հեռացնենք, որովհետև առանց ինձ դուք սրանց չեք կարող հեռացնել։ Չէ, դուք խոստանում էիք ձեր ընտրողներին, որ հաջորդ իշխանությունն եք, հաջորդ վարչապետը ձեր թիմակիցները ձեզ պարոն վարչապետով էին համարյա դիմում, Համարյա չեն դիմում։ այո, այդպես են, դուք նիստեր էիք հրավիրում եւ այլն, դա չեղավ։ Հիմա դուք ձեր ընտրողները Իսկ ինչ պիտի ինչը անեն, որ չեղավ։ ձեզ խնդրեն, դուք Ինչը կարողանաք չեղավ։ հեղափոխություն անել։ Իսկ ինչ գիտեք չեղավ, հիմա եթե մեր ձայները մարդիկ գողանում են ունենալով Հաստատ դուք իշխանություն։ հաջորդ վարչապետը չեք։ Այս պահի դրությամբ։ Ահա, լավ, Դեռ փաշ դուք չի, ռեսուրս սպասեք, ունեք մի քիչ ձեր սպասեք։ համախոհներին ռեսուրս ունենք։ փողոց անելու, թե դուք դա բացառում եք, այդ ճանապարհը չեք դիտարկում, ավելի Ես ասել եմ, մենք դա կանենք մեկ անգամ եւ վերջնական ու դա կանենք։ Իսկ ձեր քննարկումները ինչ են Երբ ցույց հասունանա։ տալիս ընդդիմադիրների հետ։ Ազգային ժողովի աշխատանքներին անդրադառնանք, ինչ սպասելիքներ ունեք արդյունավետության մասին ուզում խոսել։ Եթե անկեղծ լինեմ, սկզբի օրերը խոստումնալից են, վստահ եմ լինելու է թեժ պայքար, բայց ինձ թվում է հետաքրքիր է։ Բայց կարծիքներ կան, որ ձեր թիմի ելույթները Մեր պատրաստված ելույթները էին, շատ թույլ էին, դուք օրինակ այդտեղ դիտարկումներ չունեք, որ լավ Մեր պատրաստված ելույթները փոխարեն չեն գնացել որպես շատ ընդդիմություն։ լավ պատրաստված են, դուք էլ դա շուտով կտեսնեք։ Այսինքն գոհ եք այս պահի դրությամբ Այս պայդրությամբ շատ Քոչարյանի գոհ թիմի եմ։ հետ Հայաստան թիմի հետ համագործակցում եք, օրինակ ազգային ժողովի նախագահի ընտրության հարցում տարբեր հայլեր արեցիք։ Իշխանությանը հեռացնելու հարցում մենք բոլորի հետ համագործակցել ենք, ում որ գնահատենք անկեղծ են իրենց նկարտումների մեջ, մենք համագործակցել ենք, բայց կան շատ ուժեր, որոնք իրեն ցույց են տալիս որպես ընդդիմադիր ուժեր, բայց համարվում են պրոքսի ուժեր։ Իսկ այդ բախտանակումները երբ են լինելու։ Առաջին նստաշրջանի ժամանակ ձեր թիմը երթման տեքստի կա, երբ որ ընթերցում էին, ոտքի չկանգնեց, ինչ էր ցանկանում ցույց տալ այս քայլը։ Ես չեմ նայել դա։ Մի բան էլ իսկ կամերաների առաջ, երբ որ դուք խոստանում եք, երբ որ հայտարարեցիք այդ գործընթացը սկսելու մասին համախմբան, ասացիք, որ նստենք, բաց խոսենք, երբ եք բաց խոսելու, մարդիկ տեսնեն ի վերջո ինչ եք խոսում եւ ինչ նոր քայլեր եք անում, որ Եթե անկեղծ լինեմ,
կան կուսակցություններ եւ կան կուսակցության ղեկավարներ, ովքեր ցանկություն չունեն։ Ես պատրաստ եմ ցանկացած օր, բայց կան խնդրանքներ, որ մենք խոսենք եւ մենք խոսում ենք։ Պարոն Կարապետյան, ձեր գործով երկու պաշտպաններ, ձեր գործով երկու պաշտպաններ Արամ Արտևանյանն եւ Միանա Գասպարյանը գնացին խորհրդան, չեք կարծում, որ իրավական առումով մի փոքր անպաշտպան կմնաք։ Չէ, ես իրավական առումով շատ ուժեղ պաշտպաներ ունեմ, բայց իրեն գնացին, որ այն մարդիկ իրենց գնահատեն որպես պաշտպաներ եւ հետագայում օգտվեն իրենցից։ Իսկ պարոն Վարդևանյանի փոխխոսնակի պաշտոնում դուք եք առաջարկել, որ հանդես գա ինքը լինի ազգային ժողովուրդ։ Ես եմ առաջարկել։ Մի հարցեր տեսեք, իսկ Ռուսաստանը որ գնալով ավելի Բայց խստացնում կընտրեն թե չէ, բայց առաջարկել եմ ես։ արտահանման հարցերը գնալով ավելի դժվարանում են, արգելում է, դա ձեր ընդդիմադիրների պլանների ջրաղացին ջուր է լցնում, այսինքն ձեր օգտին է, դուք Դուք սպասում եք, եք հասկանում, որ մեզ դա վնաս է տալիս, Ինչու է վնաս դա տալիս, օգուտ է տալիս Փաշինյանին, որովհետև իր սկզբունքների ուղղությամբ է դա, ինչ կան աղքատացի մեր ժողովրդին, մեր գյուղացիներին, այնքան հեշտ կառավարի, չեք հասկանում։ Ռուսաստանի քայլերը ընդդեմ գործարանների ընդդիմության չեն օգնել, Ռուսաստանի, բացարձակ, իսկ ինչով են մեզ օգնում։ Ավելի մոբիլիզացվի մարդիկ փողոց դուրս գան, գուցե ձեր հույսը դա է Այն մարդը ամեն օր, երբ ցանկություն ունի, կարողանում է խոսել Ռուսաստանի նախագահի հետ եւ կարողանում է այդ հարցերը բարձրացնել։ Ինչի համար լուծում չի տալիս, դա թող գնահատի մեր ժողովուրդը։ Իսկ դուք կարող եք լուծում տալ, օրինակ, կարող եք խոսել, օգնել նրանց Եթե ես տնտեսվարողներին։ վարչապետ լինեմ, դա կանեմ շատ արագ։ Իսկ որպես ընդդիմադիր լիդեր Ընդդիմադիր լիդեր տանը նստած, իհարկե չունեմ այդ հնարավորությունը։ Իսկ հաշվարկներով Փաշինյանը մինչև հաջորդ ընտրություններ կարող է իշխանությունը ձգել, թե ձեր քայլերով դուք կարող եք օրինակ ալտերնատիվ հասնել։ Այս ժողովրդի համար Հայաստանի դա պայմանավորված է լինելու շատ հանգամանքներից, քանի որ այս կառավարությունը չունի ընդունակություն, Հայաստանը կանգնեցի զարգացման ճանապարհի, ամեն օր ունենալու է ձախողումներ եւ մեր ժողովուրդը կտայի գնահատականը։ Դուք այդ ամեն ինչը մի մենակ մեզ հետ կապեք, ժողովուրդը պետք է գնահատի։ Այսինքն ինչքան վատ այնքան ընդդիմության օգտին իշխանությունը այնքան հաշվարկի։ Դե միշտ էլ դա այսպես է։ Մեր հաշվարկը չի։ Դա մենք ես չեմ ուզում իրենք վատ աշխատեն, բայց իրենք գենետիկորեն ընդունակ չեն լավ աշխատել։ Այսինքն մարդը կամ կարող է լավ աշխատել, կամ չի կարող։ Իրենք չեն կարող, 8 տարի չեն կարողացել։